Հարգելի գործընկերներ, ես Նունե Եղազարյանն եմ, Հայկական ակնաբուժության նախագծի տնօրենը, սիրով ողջունում եմ ձեզ եւ ներկայացնում Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի, Մալանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ Երևանի Պետական Բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի կազմակերպած ACP Grand Round-ը նեղ մասնագիտական քննարկումների այս տարվա առաջին հանդիպումը։ Նախորդ տարիներին մենք բազմաթիվ նման հանդիպումներ ենք ունեցել, ներկայացնելու Հայաստանում մեր բժիշկների վարած հետաքրքիր կլինիկական դեպքերը եւ դրանք քննարկելու մեր ամերիկյան գործընկերների հետ։ Հաշվի առնելով մասնագիտական շրջանում հետաքրքրությունը, սիրով շարունակում ենք այս նախաձեռնությունը։ Սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրերին, ովքեր կվարեն քննարկումները, իմ կողքին նստած է մեր սիրելի Աննա Հովակիմյանը, ով բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, Մալանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ եւ Հայկական ակնաբուժության նախագծի կրթակ թոշակառու։ ԱՄՆ-ից մեզ միացել են նաեւ դոկտոր Ջոն Հովանեսյանը, Ջեյ Փարեքը եւ Մեթյու Ուեյդը։ Սկսենք Ջոն Հովանեսյանից, ով վիրաբույժների ամերիկյան կոլեգիայի անդամ է, Harvard Eye Associates ընկերության անդամ եւ ղեկավար, Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլ Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր եւ Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ եւ տնօրենների խորհրդի անդամ։ Մեթյու Վեյդը, որը շատ շուտով մեզ կմիանա, Irvine Կալիֆոռնիայի համալսարանի Gavin Herbert անվան աչքի ինստիտուտի կլինիկական դոցենտ է, Long Beach-ում պատերազմի մասնակիցների հիվանդանոցի երջերաթաղանթի ծառայության ղեկավար եւ ակնաբուժ։ Այս անգամ մեզ առաջին անգամ միանում է նաեւ Ջեյ Փարեքը, եւ ես շատ հաճույքով ներկայացնում եմ իրեն, ով բժիշկ է նաեւ բիզնես կառավարման մագիստրոս, օպտոմետրիայի ամերիկյան ակադեմիայի անդամ, Նյու Ջերսիում Սուրբ Ջոզեֆի առողջապահական համալիրի հետազոտական ինստիտուտի բժշկական գծով տնօրեն եւ երջերաթաղանթի բաժանմունքի ղեկավար, Նյու Յորքի աչքի եւ ականջի Mount Sinai հիվանդանոցի երջերաթաղանթի բաժանմունքի կլինիկական պրոֆեսոր, մի շարք ակնաբուժական ընկերությունների եւ բարեգործական միությունների հիմնադիր, նախագահ, անդամ, ատենապետ եւ գանձապետ, այդ թվում Ալերգան ընկերության համաշխարհային փորձագետ, որը թարգմանվում է Key Opinion Leader, New Jersey Eye Care Consultants ընկերության համահիմնադիր եւ փորձագետ եւ Nordic Pharma Eye Care ընկերության կոմերցիոն գծով տնօրեն։ Շատ հաճելի է, որ դուք մեզ միացել եք, համոզված եմ, որ ներկայացվող հետաքրքիր կլինիկական դեպքերը, ինչպես նաև դրանց հետևող քննարկումները շատ օգտակար կլինեն լայն համալսարանի եւ լայն լսարանի համար։ Հիշեցնեմ, որ մեր ընկերները զեկույցների վերաբերյալ իրենց հարցերը կարող են գրել Zoom հարթակի հարց ու պատասխանի բաժնում։ Իսկ այժմ խոսքը սիրով փոխանցեմ բժշկան Հովակիմյանին եւ խնդրեմ իրեն, որ նախապես կարդա նախատեստի հարցերը, որոնց դուք պետք է պատասխանեք այս հանդիպումից առաջ եւ հետո, որ կարողանանք նաեւ քննարկել, թե ինչ հետաքրքիր բաներ մենք այստեղ սովորել։ Խնդրեմ բժիշկ Հովակիմյան։ Շնորհակալություն, ողջույն հարգելի գործընկերներ, թույլ տվեք նախապես կրկին անգամ շնորհակալություն հայտնել Հայկական ակնաբուժական նախագծին, իդեմս Տիկին Նունե Եղազարյանի նրա գործընկերների, շնորհակալություն հայտնել Մալան ակնաբուժական կենտրոնին իր ինտելեկտուալ ներուժի համար, իդեմս գործող տնօրեն Հովսեփ Միրոյանի եւ անշուշտ շնորհակալություն հայտնել մեր Միացյալ Նահանգների գոլեգաներին, ովքեր ժամանակ են հատկացնում մեզ հետ մասնակցելու այս քննարկումներին եւ անշուշտ հանդես գալ մի շարք օգտակար խորհուրդներով եւ իհարկե շնորհակալ ենք բոլոր ուղդրողներին, ովքեր այսօր միացել են մեզ։ Թույլ տվեք նախապես կարդալ այն հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա երկու զեկուցումներին, որ կկատարեն մեր կլինիկական օրդինատորները Շուշաննա Մանուկյանը եւ Սյուզաննա Բալեյանը։ Առաջին հարցը՝ բուժման մոտեցումը ակնային ռոզացիայի ժամանակ հետեւյալն է։ Առաջին՝ տետրացիկլինային շարքի հակաբիոտիկներ, տետրացիկլին, դոքսիցիկլին։ Երկրորդ՝ ֆտորքվինոլոնային շարքի հակաբիոտիկներ, ինչպիսին են օրինակ մոքսիֆլոքսացին, լևոֆլոքսացին եւ այլն։ Երրորդ՝ տեղային ստերոիդներ։ Չորրորդ՝ հակավիրուսային շարքի պրեպարատներ։ Հինգերորդ՝ կոպի հիգիենա, լուբրիկանտներ։
Մենք ձեզ մի քանի րոպե կտանք, որպեսզի դուք մտածեք, պատասխանը նշեք եւ որից հետո կանցնենք արդեն հաջորդ հարցին։ Մենք տեսնում ենք արդեն այստեղ հայտնվում են պատասխանները, կարող ենք անցնել հաջորդ հարցին, ոնց որ Կարծես թե այս ֆորմատը առաջին անգամ է արվում, ճիշտ է, Տիկին Եղիազարյան, եւ նպատակը այն է, որ տեսնենք մասնակիցները, հատկապես երևի մեր կլինիկական օրդինատորները, նախքան զեկուցումները լսելը ինչ գիտելիքների են տիրապետում, ինչպես կպատասխանեն եւ զեկուցումների վերջում նույն հարցերին ինչպես կպատասխանեն։ Եվ կարելի է ասել, որ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի պահանջներից մեկն է, այո, նախարարության կողմից։ Երկրորդ հարցը, որոնք են բնորոշ ռոզացիա կերատիտին։ Առաջին, առավել հաճախ ախտարում է եղջերաթաղանթի ստորին հատվածը։ Երկրորդ, եղջերաթաղանթի զգայունությունը իջած է։ Երրորդ, կերատիտն ունի ինֆեկցիոն բնույթ։ Չորրորդ, միշտ առկա է նեովասկուլար։ Երրորդ հարցը դակրոցիստիտի եւ եղջերաթաղանթի իմուն խոցի զուգակցման պարագայում խորհուրդ է տրվում կիրառել։ Խոսքը գնում է բուժման մասին։ Առաջինը մատրիքս մետալոպրոտեինազայի ինհիբիտորներ, ինչպիսին են դոքսիցիկլին, տետրացիկլին։ Երկրորդ արհեստական արցունքի կաթիլներ։ Երրորդ ցիկլոպլեգիկ միդրիատիկ դեղորայք։ Չորրորդ հակավիրուսային դեղորայք։ Եվ վերջին հարցը եղջերաթաղանթի իմունային խոցերի ժամանակ խորհուրդ է տրվում կիրառել միայն ներքին ընդունման ստերոիդներ, այսինքն պերոս ստերոիդներ, երկրորդ միայն հակաբիոտիկներ, երրորդ եւ հակաբիոտիկներ եւ ստերոիդներ։ Խոսքը գնում է պերոս ընդունման մասին։ Կարող ենք արդեն անցնել զեկուցումները, խնդրեմ Բժշկովակիմյան կներկայացնի։ Առաջի զեկուցումը կներկայացնի կլինիկական օրդինատոր Սյուզաննա Բալեանը, խնդրեմ, բեռնագրից սկսեք։ Ողջունում եմ բոլորին, կրկին անգամ, ներկայացնում եմ կլինիկական դեպք, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք է դիմել 2024 թվականի ապրիլին, 69 տարեկան ներողություն, թեմայի վերնագիրը ասեք նոր, ես չնշեցի, թողեցի ձեզ։ Եղջերաթաղանթի պերիֆերիկ խոց զուգակցված քրոնիկ դակրոցիստիտի հետ։ Այո։ 69 տարեկան տղամարդ, ով գանգատվում էր ձախ աչքում արկա կարմրությունից, ցավի արկայությունից, արցունքի արտադրությունից եւ դեղնավուն արտադրության արկայությունից, եւ տվյալ աչքում տեսողությունը 0.2 է, ներակնային ճնշումը պալպատոր նորմալ։ Ճեղքային լամպով հետազոտելիս հայտնաբերվեց պերիֆերիկ խոց, որը ձգվում էր ժամը 12-ից մինչև ժամը 6-ը եւ առկա էր ստորադիչ հյուսվածքի ինֆիլտրացիա։ Հաջորդ նկարում ցուցադրված է արդեն ֆլյուրեսցիայինով ներկված պատկերը, որտեղ խոցի սահմանները հստակ երևում են։ Ինչպես նաև պացիենտի նշած դեղնավուն արտադրությունը դա արցունքային կետիկից լորձաթարախային արտադրություն էր։ Հաջորդ պատկերում արդեն ցուցադրված է եւ կա հոլովակ, որտեղ եւս երևում է արցունքային կետիկից արտադրությունը թարախային։ Սպասի թավիճան։ Ահա։ Ինչպես բոլոր խոցերի այս պարագայում եւս խոցային մակերեսից վերցվեց քերուկ եւ կատարվեց ցանց բակտերիաբանական հետազոտության համար, ինչպես նաեւ ՊՇՌ հետազոտություն, herpes simplex վիրուս առաջին եւ երկրորդ տեսակների, ինչպես նաեւ varicella zoster վիրուսի համար եւ առանձին արցունքային կետիկից արտադրության քսուկի բակտերիաբանական հետազոտություն իրականացվեց։ Նաև հորդորվեց պացիենտին իրականացնել արյան ընդհանուր հետազոտություն եւ արյան բիոքիմիական հետազոտություն։ Արյան ընդհանուր հետազոտությամբ միայն N-ն էր բարձր, իսկ արյան բիոքիմիական հետազոտություն իրականացվեց առավելապես ռևմատոիդ գործոնի եւ ցերիակտիվ սպիտակուցի հնարավոր շեղումները հայտնաբերելու համար, բայց դրանք նորմայի սահմաններում էին։ Պացիենտը նշում էր, որ ինքը առողջ է, միայն առկա է զարկերակային հիպերտենզիա։ Եվ դրվեց նախնական ախտորոշում, ինչպես նշեցի, պերիֆերիկ խոցային կերատիտ ասոցացված քրոնիկ դակրոցիստիտի հետ։ Եվ հարց է առաջանում, թե որ պաթոլոգիայից պետք է սկսել առաջնային բուժումը իրականացնել։ Նախնական
բուժում դրվեց մինչև որ անալիզների պատասխանը պատրաստ լիներ։ Հիվանդին նշանակվեց արհեստական արցունքի կաթիլներ օրը 4 անգամ, տետրացիկլին աչքի քսուկ օրը 4 անգամ եւ դոքսիցիկլին 100 միլիգրամ դեղահաբեր օրը 2 անգամ ներքին ընդունման պերոս տարբերակով։ Եվ արդեն հաջորդ օրը եկավ հերպեսի պատասխանները եւ դրանք բացասական էին։ 4 օր անց նկատեցինք բացասական դինամիկա, խոցը չափերով մեծացել էր, ինչպես ժամային գոտին էր ընդլայնվել, այնպես էլ պերիֆերիայից դեպի կենտրոն էր տեղաշարժվել, այսինքն միկրոխոցը վերածվել էր մակրոխոցի եւ ֆլյուրեսցեինով ներկված պատկերով եւս երևում է խոցի չափսերը։ Ահա, խնդրեմ։ Եվ արդեն եւ արցունքային կետիկից լորձաթարախային արտադրությունը նույն ինտենսիվությամբ պահպանվել էր։ Արդեն հաջորդ օրը եկավ բակտերիաբանական հետազոտության պատասխանները, որտեղ եղջերաթաղանթի քերուկից ոչ մի միկրոբ չէր հայտնաբերվել, այսինքն ախտորոշվեց իմուն կերատիտ, իմուն խոց, իսկ արցունքային կետիկից արտադրության քսուկից հայտնաբերվեց Staphylococcus aureus։ Եվ նշանակվեց բուժում հակաբորբոքային էֆեկտ կրելու համար տոպրեքս աչքի կաթիլներ ժամը 1 անգամ, ամոքսացիլին 500 միլիգրամից դակրոցիստիտի համար, այո, օրը 3 անգամ 7 օր։ Էպիթելիզացիան խթանելու համար նշանակվեց շիճուկային աչքի կաթիլներ 2 ժամը 1 անգամ, ինսուլին աչքի կաթիլներ օրը 4 անգամ, FML ֆլյուրոմետալոն աչքի կաթիլներ օրը 3 անգամ, արհեստական արցունքի կաթիլները պահպանվեցին օրը 4 անգամ, տետրացիկլին աչքի քսուկը քնելուց առաջ, դոքսիցիկլինը 100 միլիգրամ դեղահաբերը օրը 1 անգամ պահպանվեցին եւ չնայած նրան, որ հիվանդը տարիքով բարձր էր, բայց որոշում կայացվեց, որ ներքին ընդունման ստերոիդներ եւս նշանակվեն, պրեդնիզալոն 40 միլիգրամ նվազող սխեմայով, այնուհետեւ հաջորդ շաբաթ նաեւ գումարվեց բուժմանը ազացիոպրին 50 միլիգրամ դեղահաբով, այնուհետև 100 միլիգրամ վերահսկելով իհարկե լյարդի ցուցանիշները եւ արյան ցուցանիշները եւս։ Եվ դեղորայքային բուժմանը զուգահեռ նաեւ կատարվեց ամնիոտիկ թաղանթով տրանսպլանտացիա եւ այս ընդհանուր բուժման ֆոնին նկատեցինք, որ խոցի չափերը բավականին փոքրացել է, ահա ֆլյուրեսցեինով ներկված պատկերը Եվ 20 օր անց պատկերը եւս կա հսկայական դրական դինամիկայով խոցը նվազագույն չափերի է հասել եւ ընդհանուր բուժման սկզբից 1.5 ամիս անց արդեն տեսնում ենք, որ կա էպիթելիզացիան ամբողջապես իրականացվել է, խոցը փակվել է, արկա է մեղմ սպի եւ նորագույացած անոթներ։ Եվ հիվանդին նշանակվել է FML աչքի կաթիլներ, տետրացիկլին աչքի քսուկ, դոքսիցիկլին 100 միլիգրամ դեղաչափով եւ արհեստական արցունքի կաթիլներ։ Իսկ արցունքային կետիկից արտադրությունը նույն ինտենսիվությամբ կա եւ արդեն ստաբիլ վիճակը եղջերաթաղանթի հաստատելուց հետ աչքի պլաստիկայի բաժանմունք կատարելու դակրիոցիստորինոստոմա Եվ վիրահատությունից 10 օր անց արդեն տեսնում ենք պատկերը, կոնյունկտիվալ խոռոչը մաքուր է, վիրահատության ավարտից հետո արդեն մեղմ սպին նորագույացած անոթներով տեսնում ենք եւ եղջերաթաղանթում ռեցիդիվներ չկան։ Այստեղ արդեն բուժումից անցել է 6 ամիս եւ սպին ամբողջությամբ մեղմել է, շատ աննկատ է եւ 6 ամիս անց արդեն կաթեցնում է միայն արհեստական արցունքի կաթիլներ։ Հաջորդ սլայդում էլ արդեն ցուցադրված է նախքան բուժումը եւ բուժումից հետո բուժառուի աչքի պատկերը։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր դեպք եք ներկայացնում եւ շատ լավ պատմություն է եւ շատ լավ ներկայացրեցիք, շնորհակալություն ձեզ։ Եվ նմանատիպ հիվանդները կարող են լինել շատ ծանր հիվանդության ընթացք ունենալ եւ նույնիսկ կարող են ունենալ եղջերաթաղանթի պերֆորացիաներ եւ երբեմն են կարող է լինել երկկողմանի, երբ որ ներառվում են երկու աչքերը եւ երբեմն այս հիվանդները կարող են
եւ նաեւ օգտագործել ներերակային իմունոսուպրեսանտներ որպես բուժում եւ ես շատ հպարտանում եմ դրանով թե դուք ինչ եք արել դուք ստացել եք շատ լավ արդյունքներ եւ ինֆեկցիան այս կողմից մեկ կողմից էր բայց բորբոքումը այստեղ եւ թե ինչ է տեղի ունենում այստեղ եւ ես շատ տպավորված եմ ձեր ներկայացած կլինիկական դեպքով թե ինչպես դուք ներկայացրեցիք եւ մինչեւ եւ առաջ եւ դուք տեսնում եք դա գրեթե նույն մարդը չէր եւ դուք հիանալի աշխատանք եք կատարել եւ դուք շատ լավ մակերես եք դատել նաեւ ամնիոտիկ մեմբրանն եք եւ միգուցե ապագայում դուք կարող եք հեստական արդյունքի կիրակումը եւ ստերոիդների կիրառումը այստեղ շատ կարեւոր էր այստեղ եւ նմանատիպ դեպքերը երբեմն կարող են այնքան էլ հարթ չընթանալ եւ կարող են լինել պերֆորացիաներ եւ դուք պետք են լինելու շատ մեծ ջանքեր բուժելու համար, բայց տեղային առումով թե դուք ինչքան լավ եք կարողացել ախտորոշել, դուք ստացել եք շատ լավ արդյունքներ, շատ շնորհակալ ենք բժիշկ եւ սա նաեւ շատ հետաքրքիր էր, որովհետեւ որոշ մասնագետներ այն կբուժեին այլ տարբերակով, սկզբում կանեին ցիստորինոստոմիա կանեին եւ դրանից հետո կբուժեին խոցը, բայց մենք որոշեցինք սկզբում կատարել խոցի բուժում եւ նույն ժամանակ կատարելով հակաբիոտիկային թերապիա, որպեսզի չվատացնենք դակտոցի CT վիճակը եւ մեզ բախտ վիճակվեց, որ ինֆեկցիաներ տեղի չունեցան եւ ես ուզում եի ձեզ հարցնել դուք կբուժեիք, դուք սկզբում կանեիք վիրաբուժականը, հետո խոցը, թե դուք համաձայն եք մեզ հետ, որ մենք սկզբում բուժեցինք խոցը եւ հետագայում կատարեցինք վիրաբուժություն, որն է ձեր կարծիքը այս հարցի շուրջ։ What's your opinion on this case? Ես կարծում եմ, որ դուք շատ լավ բան եք կատարել, դուք բուժել եք իմունոլոգիական հիմքերը, թե ինչ է այստեղ տեղի ունենում եւ ամենայն հավանականությամբ դա ինչ որ մի բան սիստեմիկ է եւ դակրոն դա ավելի տեղային է, դա կարող եք պետք է նաև բուժել կորնեալ վիրաբուժում, դա կարող է գալ դեպի մարմինը եւ հիվանդը ստանում է ստերոիդներ եւ դուք խթանում եք իմունային մոդուլացում եք իմունային համակարգը եւ սա բերում է շատ լավ երկելի վիրաբուժական առումով, որը կատարում է ավելի ուշ եւ կարծում եմ դուք հիանալի աշխատանք եք արել եւ ես մեկ հարց ունեմ այստեղ, որովհետեւ սա մեծ լավ ֆորմատ։ Մենք ավելի եւ ավելի ենք լսում ինսուլինի կաթիլների մասին։ Ես Instagram-ում եմ ավելի շատ դա տեսնում եւ որոշ սոցիալական այլ պլատֆորմներում եմ նույնպես դա տեսնում։ Եվ ո՞րն է ձեր փորձը, միգուցե Ջոնը նույնպես կկիսվի իր եւ այլ մեր գոլեգաները նույնպես կկիսվեն ո՞րն է ձեր փորձը, երբ որ օգտագործվում են այս ինսուլինի կաթիլները եւ ինչպես եք նմանատիպ հիվանդներին հսկում, շնորհակալ եմ։ Դուք ունեք մենք խոսել ենք անցած տարի դրա մասին։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն շատ լավ ներկայացված պրեզենտացիայի համար եւ դուք շատ լավ ներկայացացիք տեխնիկական դեպքերը, շատ շնորհակալ եմ եւ մենք շատ երջանիկ ենք այս ինսուլինային կաթիլներով, որ օգտագործում ենք եւ մենք չենք կարող ասել թե ինչ չօգտագործենք, բայց սովորաբար մենք սկսում ենք արհեստական արդյունքով բայց այս դեպքը բավականին ծանր էր եւ մենք պիտի ուղղակի հասկանայինք տեղային օգտագործվող դոքսիցիկլին օգտագործեինք եւ նաեւ օգտագործեինք տեղային տետրացիկլիններ ինչպես նաեւ ինսուլինի կաթիլներ ես չեմ կարող ասել որ այն շատ ենք օգտագործում բայց մոտավորապես 2 տարի ենք օգտագործում եմ սովորել Եվ Ջոնի շնորհիվ մենք այս հնարավորության ունենք հնարավորություն բացատրելու 10-15 տարի առաջ եւ իմ գոլեգաները նույնպես մասնակցում են այս մեծ կլինիկական ֆորումին ԱՄՆ-ում կամ Եվրոպայում դա մեկ բան է, որը որ մենք դա իրականում շատ լավ է օգնում եւ շատ լավ է աշխատում, որովհետեւ մենք օգտագործում ենք այն տարբեր համակցումների ձևով, կարող այն վերազանցնել թե չէ, բայց մենք շատ վստահ ենք մեզ գում, երբ որ օգտագործում ենք ինսուլինը, որովհետեւ դա արագացնում է process-ները։ Բժիշկ Հովակիմյան, դուք այստեղ հարց ունեք, ոնց որ թե նույն տրամաբանության մեջ է, հարցը ուղարկել են։ Ուզում եք հիմա թե ուզում եք։ Այո, չէ, ասեք, եթե հիմա թե։ Ինչպես է որոշել ռիսկի դիմել եւ նշանակել, ինչպես է որոշվել ռիսկի դիմել եւ նշանակել օրալ ստերոիդներ։
Քանի որ շնորհակալություն հարցի համար, այո, պերոս ստերոիդներ տալը միշտ էլ ռիսկային է, հատկապես երբ պացիենտը 55-60 տարի եւ ավելի մեծ է, հատկապես իքական սեռին միշտ վախենում ենք ասեպտիկ նեկրոզներից, հա, ոսկրերի եւ խնդիրներից, ել չնշենք դիաբետը, հիպերտենզիա, ստամոքսի խոց եւ այլն, սակայն եթե գործ ունենք իմունային խոցերի հետ եւ փորձը եւ գրականությունը ցույց է տալիս, որ իմուն խոցը չես կարող տեղային բուժել, ապացուցված է, կան շատ գիտական աշխատանքներ, միջև պերոս իմնոսուպրեսանտ չնշանակեց, երբեք իմունային խոցը չի բուժվի։ Պացիենտ մոտ 70 կիլոգրամ էր կշռում եւ տեսնում եք մենք ընդհանրապես կոպիտ ասած ռիսկ ենք արել տալ 40 միլիգրամ օրեկան 4 շաբաթում նվազող սխեմայով եւ գումարել ենք ավելի մեղմ իմունոսուպրեսանտ, ինչպիսին է ազաթիոպրինը կամ իմուրանը Եվ մոտ 4-ից 6 ամիս սովորաբար նման դեպքերում պահում ենք այդ թույլ իմունոսուպրեսանտը, անշուշտ կատարելով արյան անալիզներ, նայելով ալատ ասատը, նայելով արյան ընդհանուր անալիզը, որ եթե հանկարծ կա լեյկոպենիա կամ թրոմբոցիտոպենիա, բնականաբար անհանգստանում ենք եւ դեղաչափը արագ իջեցնում կամ փոխարինում օրինակ ցիկլոսպորինի շարքի որևէ պրեպարատով։ Հնարավոր չէ իմունային խոցը բուժել միայն տեղային կաթիլներով կամ ենթադրենք ծիպրոսպան ներարկումներով։ Միշտ բոլոր գրականությունները եթե դիտեք, ապա անպայման պերոս իմնոսուպրեսիվ բուժում է պահանջվում նման մակրո խոցերի բուժման համար։ Դուք այստեղ մի հարց ունեք։ Ահա։ Կամ ձեզ հարցը, թե ինչպես են պատրաստվում ինսուլինային կաթիլները։ Ինսուլինային կաթիլները պատրաստելու կա հատուկ սխեմա, կարող եք Facebook-ով ինձ դիմել, ես ավելի մանրամասն կտամ պատրաստելու եղանակը։ Շնորհակալություն։ Վերադառնալով ձեր հարցին, եթե ձեր հիվանդը ունենում է ֆեբրիլ տենդ եւ եթե ունենում է տենդ Եվ եթե ունենում է տոքսիկ ինչ-որ եւ կան սպիտակ բջջերի քանակության, լեյկոցիտի քանակություն եւ նա կարող է ունենալ օրինակ աբսես արտունակեղծի պարագայում, այս պարագայում դուք պետք է խոսեք ինֆեկցիայի մասին եւ երբ որ մենք խոսում ենք իմունոլոգիական բորբոքման մասին, բայց երբ որ մենք խոսում ենք, երբ որ նա ուներ խնդիր, բայց նա այնքան ծանր վիճակում չէր եւ նա բուժվել է հիվանդանոցում, ես կարծում եմ դուք շատ լավ աշխատանք եք կատարել եւ կարծում եմ, որ նմանատիպ հիվանդները պետք է ամեն օր նրանց զսկել, որովհետեւ պերֆորացիայի ռիսկերը շատ բարձր են լինում եւ եթե այստեղ առաջանան պերֆորացիաներ, կարող են տեղ ունենալ բազմաթիվ բարդություններ եւ սա շատ լավ դեպք է եւ մենք ցույց ենք տեսնում ենք, որ սպեկտրը խնդիրների այստեղ ինֆեկցիայի եւ բորբոքումի եւ դուք արել եք եւ կան մարդիկ, որոնք կարող են բուժել երկուսը միասին եւ կարող լինել տոքսիկ կամ սիստեմային հիվանդություններ, դուք հիանալի աշխատանք եք կատարել։ Dr. Wade, anything to add? I agree this was an excellent case. Ես համաձայն եմ, որ սա հիանալի դեպք էր եւ ես ունեմ հարց, իսկ ինչ դուք կանեք, եթե լիներ կորնեալ պերֆորացիա, որը կլիներ ձեր մոտեցումը։ Եթե դա փոքր պերֆորացիա լիներ, մենք կդնեինք ցիանոակուլետ կենսաբանական այդ սոսինձները եւ եթե այն լիներ մի փոքր ավելի մեծ, մենք կփորձենք այն ծածկել ամնիոտիկ մեմբրանով եւ ես չի ասել կոնյուկտիվալ լաթով, որովհետեւ սա իմունային հիվանդություն է եւ դուք պետք է որ կոնյուկտիվալ անոթները բերեք այստեղ եւ ներառեք իմունային process-ները եւ բորբոքումները եւ այսպիսով ոչ կոնյուկտիվային լաթեր մենք չենք օգտագործում, բայց եթե մեծ լիներ, միգուցե մենք փորձենք օգտագործել այլ ինչ-որ գրաֆտերով կփակենք։ Եվ գիտեք ինչն է այստեղ կարևորը այստեղ, որ դակրոցիստիկ քրոնիկ հաճախ հանդիպող իրավիճակ է եւ այն ինչը որ պետք է կատարվել, այն պետք է անընդհատ այս բակտերիաների հետ աշխատել եւ երբ որ տեսնում եք նմանատիպ հիվանդներ կատարակտայի վիրաբուժության ժամանակ, դուք պետք է ստուգեք բոլորին ասոնիկ դակրոցիստիկների համար, որտեղ դա միշտ չէ որ բարձ է լինում եւ այսպիսով դուք պետք է նաեւ սեղմեք արցունքած օրանների վրա եւ տեսնեք ինչ է դուրս գալիս, երբ որ դուք սեղմում եք, որովհետեւ եթե կատարակտի վիրաբուժության ժամանակ սուր քրոնիկ դակրոցիստիկների պարագայում եւ այստեղ միշտ կա հնարավորություն որ կարող են առաջանալ բարդություններ եւ այն շատ հեշտ կարող են կանխարգելել եւ սա չի վերաբերվում ձեր դեպքին, բայց ձեր բուժումը հակաբիոտիկներով վերացրեց արագ բակտերիային եւ չունեցաք հետագա բարդություններ իմունային process-ներով պայմանավորված երջանկություններ եւ դուք ճիշտ բան եք արել
intervene where Եվ դուք կարել եք ամենածանր վիճակը առաջինն էր, որ եղջերաթախանթի վրա էր, որը վերաբերում է տեսողությանը, եւ երկրորդային վիրաբուժականությամբ ես կարծում եմ, որ դուք հիանալի դեպք եք արել, case, right? եւ մենք ունենք նաեւ երկրորդ դեպքը, շնորհակալություն ձեզ շատ, եւ Շուշանա Մանուկյանը կլինիկական օրդինատոր կներկայացնի։ Հարգելի գոլեգաներ, ես սկզբում ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար։ Ինձ համար մեծ հաճույք է լինել այստեղ եւ ունենալ այս հնարավորությունը ներկայացնել եւ իմ վերաբերում է ռոզացիա կերատիտին եւ մենք ունենք տիպիկ դեպք եւ ախտորոշում եւ բուժման մոտեցումները։ Եվ ռոզացիան դա քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը ներառում է թե մաշկը եւ թե այնպես էլ աչքերի վրա, հիմնականում կենտրոնականում դեմքի եւ աչքերի շշի հատվածներում, այն բարդ հիվանդություն է, որը աչքի չի ընկնում հստակ եւ որոշակի ախտանիշներով։ Ռոզացիան կարող է հանդիպել մինչև 10% պոպուլյացիայի շրջանում, բայց ավելի քան 50% դեպքերում առկա են ակնային ախտանիշներ, իսկ 20%-ի մոտ աչքի ախտանիշների հետ են գալիս որպես առաջին նշան։ Սովորաբար սկսվում է 30-ից 50 տարեկանում, Ավելը հանդիպում է բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ, իսկ մուգ մաշկով մարդկանց մոտ այն կարող է չախտորոշվել, քանի որ կարողությունը դժվար է տեսնել։ Ռոզացիան ունի 4 ենթատեսակներ եւ որոշակի մեխանիզմներ են հայտնում էթիոլոգիայի պատողի։ Ենթադրում է, որ ռոզացիան պայմանավորված է իմունային համակարգի խանգարումների, արյան անոթների կարգավորման խնդիրներով եւ ռոզացիա ունեցող մարդիկ ունեն նաև բարձր զգայունություն եւ այսինքն մենք ունենում ենք անոթային խնդիրներ, իմունային համակարգի հետ խնդիրներ եւ այլ գործոններ նույնպես ազդում են եւ շատ հեշտ է որ ռոզացիան կարող է լինել բլեֆարիտներով եւ այն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել եւ որոշակի տրիգերները, որոնք ռոզացիայի վրա կարող են ազդել, կարող են ունենալ բարձր զգայունություն, այնպիսի տրիգերների, ինչպիսին են էմոցիոնալ ստրեսը, կծու սննդի օգտագործումը եւ երբեմն կան որոշ տպագրություններ, որոնք որ ցույց են տալիս, որ նույնիսկ սննդակարգի փոփոխությունները կարող են բերել փոփոխություն, որովհետեւ այն փաստի, որ նաեւ ազդում է անոթների վրա եւ դա կարող է նույնպես ազդել եւ ամենահաճախակի դա քրոնիկական բլեֆարիտներն են եւ դիսֆունկցիաները մենք նաեւ տեսնում ենք որ ակնային սիմպտոմները ներառում են քոր խամբի տեսողության խանգարումներ եւ այստեղ նաեւ հնարավոր է տեսնում ենք որոշ հիվանդներ որոնք ունեն ռոզացիա եւ տեսնում ենք որ այս տղամարդը որը ունի քթի նևրինոֆիմա եւ տեսնում եք որ այստեղ կա հաստացումներ եւ ֆիբրոզներ են տեսնում եւ նաեւ տեսնում ենք որ արկայնալ անոթներ դեմքի վրա եւ տեսնում ենք որ այստեղ կա նաեւ այլ վնասումներ որոնք որ բնութագրվում են դեմոդեքսով տզեր ավելի մեծ քանակով են հայտնաբերվում ռոզացիա ունեցող հիվանդների մոտ Եվ կլինիկական ախտանիշները առաջներն ավելի հաճախ հանդիպող նշաններն են բլեֆարիտ, միոբային գեղձերի դիսֆունկցիան եւ դա հանդիպում է 1/3 դեպքերում նկատվում է եղջերաթաղանթի ախտահարում, այն հիմնականում ներքևի հատվածում է եւ մենք տեսնում ենք, որ նկատվում է նաեւ այտուցներ, նեովասկուլարիզացիա եւ ինչպես նաեւ այտյուց եւ մեկ այլ նկարում մենք տեսնում ենք նեովասկուլար անոթներ եւ սա տիպիկ ռոզացիայի դեպքեր են, որ դուք կարող եք նաեւ տեսնել կերատոպաթիան որպես բարդություններ, որպես երկարատև արդյունքներ, որովհետև կարող են առաջանալ նաև նեովասկուլարիզացիա եւ կան նաև դեպքեր, որոնք առաջանում են վնասումներ մինչև եւ բուժումից հետո եւ մենք տեսնում ենք ընդհանրապես անոթների փոփոխություններ եւ թեթևակի սպիեներ ռոզացիան կարող է առաջացնել նաեւ էպիսկլերատներ Եվ UV-ի առումով մենք դրա մասին մի փոքր ավելի խոսենք Եվ այսօր ներկայացնում ենք երկու ոչ նորմալ դեպքեր, որտեղ նկատվում է 360 աստիճանով նեովասկուլարիզացիա ամբողջ եղջերաթաղանթի ընդգրկումով Եվ առաջին դեպքը 17-ամյա տղա ներկայացել է աչքի մշուշոտ տեսողությամբ օտար մարմնի զգացողությամբ, արթոսահոսությամբ եւ լուսավորությամբ, որը տևում է արդեն վերջին 3 օրերը։ Նկատում ենք նաեւ կոպերի կարմրություն, հաստացում, ինչպես նաեւ այս հիվանդի մոտ արկա է դեմոդեքս բլեֆարիտը, որը
որը հետագայում Here is Եվ այստեղ the եղջերաթաղանթն է, որտեղ մենք տեսնում ենք համարյա մոտավորապես 360 աստիճանով նեովասկուլարիզացիա, մուգ դաշտում անոթները դժվար տեսանելի են, բայց ընդգրկված է մի ամբողջ այդ եղջերաթաղանթը, առկա են նաև ըստ կորնեալ դասակարգման, որը որ ծածկում էր նաև ստորին հատվածները եւ այստեղ նեովասկուլար անոթներ էին եւ ձախ աչքում երկու ֆենկտանկ ախտահարումներ են արկա եւ բուժումը սկսվեց կոպերի հիգիենայով մեյբոմյան գեղձերի ֆունկցիայի վերականգնման համար թեյ ծառի յուղ օգտագործվեց դեմոդեքստրեֆարիտի համար մենք գիտենք որ ԱՄՆ-ում դուք սկսում եք լայնորեն օգտագործել XML աչքի կաթիլները որպես բուժում դեմոդեքս լեֆորիտների բուժման համար, բայց Հայաստանում ընդհանրեն թեյ ծառի յուղն է արկա հասանելի եւ ներքին ընդունման դոքսացիկլինը 100 միլիգրամ օրը երկու անգամ բորբոքումը նվազեցնելու եւ մեյբոմյան գեղձերի ֆունկցիան եւ տեղային տետրացիկլինների քսուկները հակաբորբոքային ազդեցության համար տեղային կորտիկոստերոիդներ օրը 8 անգամ բորբոքում եւ անոթների աճը ճնշելու համար հետագայում կրճատումով եւ դրա եւ նաեւ արհեստական արցունքների օգտագործումը, որոնք չեն պարունակվում այդ նյութերը, որոնք երկրացնում վիտամին եւ ցիկլոպրեկտներ եւ 3 շաբաթ անց մենք տեսնում ենք, որ նեոբալիստիկոզացիան զգալիորեն վերականգնվել է։ Մենք ունենք ֆենիկուլյար ախտահարումները նույնպես նվազել են, անոթները նեղացել են, գրեթե անհետացել են եւ տեսողությունը բարելավել է, նախկինում ձեռքի շարժում էր, այժմ այն 0.2 է։ Եվ պացիենտը շարունակում է ստանալ առանց պրեզերվատիվների թեթև կորտիկոստերոիդներ եւ երկրորդ կլինիկական դեպքը դա 22 տարեկան կին է, որը ներկայացել է երկկողմանի մեր բաժանմունքը երկկողմանի աչքի անհարմարավետության զգացողությամբ, տեսողության մշուշոտությամբ, լուսավախությամբ եւ օտար մարմնի զգացողությունով Եվ նկարում տեսնում ենք նրա եղջերաթաղանթները, սա հետաքրքիր դեպք է, որովհետև մենք տեսնում ենք թե տիպիկ է թե ատիպիկ ռոզացիա կերատիտ Բայց աշխում ենք տեսնում ենք, որ ստորի եղջերաթաղանթի պղտորում տեսնում ենք նաև այտուց եւ նեովասկուլարիզացիա, իսկ եւ փոքր ինֆիլտրատներ ենք նաև տեսնում եւ ձախ աչքում մենք տեսնում ենք ամբողջական ստրոմալ այտուցներ 360 աստիճան նեովասկուլարիզացիայով ընդհանուր որը հասնում է մինչև կենտրոնական հատվածը եւ ավելի շտեղված պղտորում կենտրոնում ավելի արտահայտված այտուցով Եվ այս հիվանդը նաև ուներ դերմատոլոգիական ախտանիշներ ռոզացիայի, բայց ձախ աչքում մենք տեսնում ենք նաև որոշակցություն MGDF-ի, բայց երբ որ մենք խոսում ենք դերմատոլոգիական ախտանիշների, դա ռոզացիա կերատիտ էր, եւ ուրեմն բուժումը նույնն էր, ինչը որ կիրառվում էր այս անգամ եւս Եվ մեկ շաբաթ անց մենք տեսանք, որ հիանալի արդյունքներ ենք ստանում եւ նեովասկուլարիզացիայի նվազում ունենք, տեսնում ենք եղջերաթաղանթը գրեթե մաքուր է եւ կան որոշակի գրեթե անտեսանելի անոթներ եւ սա աչքերն են բուժումից առաջ եւ հետո Եվ ի վերջո ես ուզում եմ ներկայացնել մեկ դեպք Երբ մենք ունենք օկուլյար ռոզացիա, որը կապված է նաև ＵV-ի հետ, իրիդոցիկլիտի հետ եւ հիվանդը ուներ բազմաթիվ կրկնումներ հիվանդների եւ 20 տարիների ընթացքում եւ 5 տարի առաջ նա ներկայացավ մեր բաժին ախտանիշներով, իրիդոցիկլիտի ախտանիշներով Եվ մենք տեսնում ենք հիվանդի նշանները եւ տեսնում ենք, որ նա ունի ռինոֆիմա եւ ունի դեմքի կարմրություն եւ եղջերաթաղանթի կորնեալ շրջանում մենք տեսնում ենք ինֆիլտրատներ եւ տեսնում ենք նեովասկուլյար անոթներ Ինչպես նաև մենք տեսնում ենք առաջնային ուվետի եւ հետին սինեխիաներ ենք տեսնում Եվ սա նաև ներկայացվում է բավական նույն բուժումն է ստանում, ինչպես որ մենք անում ենք ռոզացիայի պարագայում, բայց մենք ուզում ենք սրա մասին ներկայացնել, որովհետև մենք ունենք շատ հիվանդներ, ովքեր ունեն ռոզացիա եւ ռոզացիան բավականին շատ է հանդիպում, բայց սա միակ դեպքն էր մեր բաժանմունքում
վերջին 23 տարիների ընթացքում, երբ մենք ունեինք ռոզացե եւ ուվեիտ եւ բուժումը նույնպես շատ կարեւոր է, որը որ ներառում է արհեստական արդյունք չի պարունակում կոնսերվանտներ եւ տեսնում ենք տեղային տետրացիկլինների կիրառում ծանր դեպքերում եւ ինչպես նաեւ հակաբորբոքային դեղեր են կիրառվում, օմեգա 3 է կիրառվում եւ ներքին թման դեքսացի եւ տեսնում ենք, որ այն վատացող ֆակտորները եւ ներքին թման դեոքսացիկլին նվազում է 25 միլիգրամ օրը, որ 3 ամիս շարունակությամբ կանխելու համար ռեցիդիվները եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Thank you. Anna, any comments? Եվ ես ուզում եմ ասել, որ վերջին սլայդը, որը որ մենք ցույց էինք տալիս եւ ավերևինը դա բուժումից առաջ էր, բայց երբ որ մենք խոսում ենք ուվիետով դեպքերի մասին, եւ երբ որ մենք օգտագործում ենք այս ներքին ընդունման եւ ուվեիտները տեսնում ենք, որ ինյեկցիաների առումով նրանք արդեն լավանում են։ Եվ երբ որ ես վերադարձա ԱՄՆ-ից, մենք ունեինք բազմաթիվ կրկնումներ եւ ուվեիտների կրկնումներ, սա շատ հետաքրքիր էր եւ մենք չենք տեսել ուվեիտներ, որոնք որ կարող են կապ ունենալ օկուլար ռոզացիայի հետ, մենք նորից կփնտրենք, բայց դուք մտածում եք, որ նա ուներ երկու հիվանդություն, թե նրանք ինձ շատ դժվար է ասել, բայց ես կանեի ամեն ինչ հնարավոր առաջնային ուվեիտի համար եւ ամեն ինչը ներառված էր լիստում եւ ամեն ինչը բացասական էր։ Եվ միգուցե կապ ունի, միգուցե ոչ։ Հստակ չեն կարող ասել եւ մեզ համար ընդհանրապես հետաքրքիր էր, որ ամեն անգամ երբ որ նա վերադառնում էր այդ կորնեալ ախտանիշը եւ սինեխիայով եւ նա ուներ նաեւ երջաթաղանթի բարակում եւ որոշ դեպքեր ռոզացիա կերատիտների բարակում դուք տեսել եք եւ դա կերատոկոնուս է, բայց այն նման չէ կերատոկոնուսին, այն ավելի բարակում է տեղի ունենում եւ վերջին անգամ ես ցույց եմ տվել այդ դեպքերը, երբ որ դուք մեր կլինիկայում էիք եւ մենք այս կնոջ օրինական ես նույնպես ցույց էինք տվել, որ բազմաթիվ այդ կրկնումները ստրոմայի վնասումների են երբեմն առաջացնում։ Եվ դուք շատ լավ ներկայացիք եւ ռոզացիան շատ դժվար քննարկման թեմա է, որովհետեւ ավելի շատ բան կա, որը որ մենք չգիտենք, քան թե մենք գիտենք։ Եվ բժիշկ Մանուկյանը շատ լավ ամեն ինչ ներկայացրեց։ Եվ կան արդյոք կոմենտները մետ եւ ջեյ ձեր կողմից։ Չէ հիանալի է, ես ուրախ եմ, որ կան մարդիկ ձերպես, որոնց ես կարող եմ դիմել։ Ես ունեմ ընդհանրապես մեկ եւ օգտագործեք իվոմեկտինը։ Մենք իվոմեկտին նույնպես չունենք ցավոք սրտի։ Միակ այո դա աշխատում է, դա միակն է, որ մենք ունենք այս պայն հասանելի, շնորհակալ եմ։ Ես համաձայն եմ եւ դիֆերենցիալ ախտորոշումը նույնպես շատ կարեւոր է, բայց այն կարող է նաեւ լինել տուբերկուլոզ, տուբերկուլոզային տեստերը նույնպես շատ կարեւոր են, որտեղ նրանք կարող են բերել երկրորդային ուվեիտների եւ քլամիդիան նույնպես, որովհետեւ նա կարող է բերել եւ շատ լավ դեպք եք ներկայացել եւ շատ լավ արդյունքներ եք ստացել։ Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պիտի մտածենք դիմոդեքսի եւ բլեֆարիտների մասին եւ ռոզացիայի մասին եւ ինչպես նաեւ ուվեիտների մասին, որովհետեւ ձեր հիվանդները կարող են երբեմն ունենալ իմունային համակարգի հետ խնդիրներ, բայց շատ լավ դեպք եք ներկայացրել եւ ես կարող եմ ձեզ նույնիսկ հիվանդները ուղարկել Նյու Յորքից, սա մեզ համար մեծ կոմպլիմենտ է եւ շատ լավ կլինի եւ մենք ունենալ դեղագործական ընկերություններ Հայաստանում, որոնք որ շատ հաճախ են Հայաստանում օգտագործվում եւ դա շատ լայն օգտագործվում է դեմոդեքսների բուժման համար եւ մենք եւ նա սպանում է այդ դեմոդեքսը եւ նա վերացնում է նրանց եւ հիվանդների մեծ մասը չեն ունենում կրկնումներ բուժումից հետո ռեինֆեկցիաներ կամ այլ մարմնի հատված կարող է բայց մենք մտածում ենք, բայց սա շատ արդյունավետ դեղ է եւ տեսնում ենք թե նա ինչպես է ազդում նաեւ ռոզացիայի վրա
որովհետև երբ որ դուք ունեք բուժում, դուք կարող եք անտեսել այդ հիվանդությունը։ Եվ շատ հետաքրքիր էր մեզ համար սովորելու առումով եւ այդ հիվանդությունը աշխատի։ Եվ ես աշխատեցի ACRS-ին, X-ի եւ նրանք ասին, որ կարող են պատվիրել Amazon-ից վերարտադրված դեղերը։ Կան արդյոք գեներիկներ, որոնք որ եւ նրանք հասանել են եւ նա ասաց, որ նա Եվրոպայում է, ոչ ԱՄՆ-ում եւ դուք ունեք XMY-ը դա XMV-ն եւ նրանք արտասանում որպես XMV XMV-ն արտասանում դրանք ընդհանուր ակնակաթիլներ են եւ դա նույնն է որ ասես որ հասանելի է Amazon-ում եւ բավականին մատչելի է եւ հիվանդները կարող են դա պատվիրել եւ մենք տեսնենք փորձենք հասկանալ թե ինչպես կարող ենք եւ շատ հետաքրքիր է ձեր փորձը այս առումով որովհետև դուք ունեք շատ մեծ փորձ եւ հետևում եք եւ ունեք նաեւ ձեր պոպուլյացիայի բարեկամ եւ կա հնարավորություն եւ ձեր ռեզիդենտները եւ օրդինատորները կունեն հնարավորություն նոր աշխատանքներ տպագրելու որովհետեւ մենք սովորաբար պարտադիր այդ Blefodex-ը, Clerodex-ն էինք պատվիրում Amazon-ից բայց հիվանդները նույնպես սովորել են նրանց պատվիրել Amazon-ից եւ մենք կփորձենք հասկանալ եւ արդյոք կարող ենք դա պատվիրել եւ մենք կփորձենք տեսնել եւ հայկական եւ մենք պիտի ընդհանրապես հարցնենք եւ այն սովորական This was a very good conference. I hope everybody learned something from Եվ մենք ունենք բազմաթիվ մասնակիցներ եւ մենք հույս ունեմ որ բոլոր ռեզիդենտները եւ օրդինատորները եւ միջազգային սովորողները նույնպես մեզ այցելում են մասնակցում են այս կոնֆերանսներին, որովհետեւ դա շատ լավ եւ ես գիտեմ որ մենք նա ձայնագրում ենք, ոչ, այո, մենք ձայնագրում ենք Եվ նրանք դառնում են հասանելի այլ բաց պլատֆորմներում նույնպես որը ավելի վերաբերում է մանկաբույժներին, բայց մենք բազմաթիվ են օֆթալմոլոգների եւ մենք փորձում ենք անապացել եւ սա շատ կարեւոր է ունենալ հասանելիություն Եվ սա հնարավոր չէ Եվ ես սիրում եմ թե դուք ինչպես եք դուք աշխատում Դուք ներկայացրեցիք մի բան շատ པարզ տարբերակով, որը սովորելու համար շատ լավ տարբերակ է բոլոր դեպքերի պերիֆերիկ խոցերը եւ ռոզացիան եւ կերատիտները եւ դակրոցից բայց դուք շատ հետաքրքիր դեպքեր ներկայացրեցիք եւ մենք սովորեցինք ոչ միայն ոչ սովորական, բայց նաեւ սովորեցինք པարզ ձևերի մասին եւ երբ որ դուք եք աչքի հիվանդություն բուժելու եւ սա լավ է թե սկսնակների թե փորձառուների համար եւ շատ լավ ընտրված դեպքեր էին շնորհակալություն Մենք շատ ուրախ ենք, որ դուք հավատացիք եւ մեր երիտասարդ բժիշկները շատ բան սովորեցին եւ մենք ունենք հարցեր, եկեք փորձենք պատասխանել Օմեգա 3-ի կիրառումը ապացուցված բավական շատ լավ հարց է օմեգա 3-ի հետ կապված անկեղծ ասած որքանով տեղյակ եմ եւ նայել եմ գիտական աշխատանքները 100%-ով ապացուցված չէ, որ օգնում է, սակայն եթե ինձ առանձին դիմեք, ես վերջերս առիթ ունեցա գտնվելու Միացյալ Նահանգներում կայացած ընդամենը շաբաթներ առաջ ACRS-ին կոնֆերանսին, որտեղ ներկայացված էր օմեգա 3-ի այն տեսակը, որը FDA-ով վերջապես ընդունվել է, որ միակն է, որ օգնում է չոր աչքի բուժման մեջ, եւ ես նկարել եմ այդ օմեգա 3 հատուկ տեսակի fish oil-ով ձկան յուղով պրեպարատը, որը հնարավոր է Amazon-ից պատվիրել եւ բավականին մատչելի էր եւ շատերը ակնաբուժներից միևնույն է համարում են, որ այն օգնում է ճարպագեղձերի ֆունկցիայի կարգավորմանը, նպաստում է։ Ճիշտ է 100%-ով ապացուցված չէ, բայց այդպես են կարծում շատերը։ Ընթիրը նրանում է թե արդյոք օմեգա 3-ը դա 100%-ով չի օգնում, բայց բոլորը հավատում են, որ այն որոշակի աշխատանք է անում, դուք համաձայն եք դրա հետ։
Այո, մենք համաձայն ենք եւ այսպեսով դուք ձեր հիվանդներին խորհուրդ եք տալիս օմեգա 3 օգտագործել։ Այո, ոչ դեպքերում Oh, yeah. խորհուրդ են տալիս օգտագործել։ Ծանր դեպքերում իրենք նույնպես խորհուրդ են տալիս ընդունել օմեգա 3 ճարպաթթուներ ձկան յուղի հետ։ Թույլ տվեք առաջին ձեզ բոլորին շնորհակալություն հայտնել, իրապես շատ հետաքրքիր էր եւ զեկուցողներին, որոնք հուզված էին, բայց շատ լավ ելույթ ունեցան եւ պրոֆեսոր Աննա Հովակիմյանին եւ մեր մենտորներին սա շատ հետաքրքիր ձևաչափ է քննարկումներ անելու համար, բայց մինչև բոլորին շնորհակալություն հայտնելը եւ ստեսություն ասելը, ես կխնդրեի, որ դուք նորից լրացնեք այն հարցերը, որոնք ձեզ սկզբում տրվել էին եւ հիմա իրենք կհայտնվեն էկրանին։ Մինչև դոր հանդիպում։ Շնորհակալություն բոլորի մասնակցության համար։ Շնորհակալություն, շնորհակալ ենք, մենք ենք շնորհակալ։ Thank you for having us. Great job. Մենք ձեզ սպասում ենք ձեզ սեպտեմբերին։ Մենք էլ ենք սպասում ձեր հանդիպմանը։ Very much. Շնորհակալություն բոլոր ուղդիներին, մասնակիցներին, գործընկերներին, կրկին անգամ հայկական նախնաբուժական նախագծին, ինչպես միշտ, շնորհակալություն կազմակերպելու համար։